Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողների հետ ամեն շաբաթյա ճեպազրույցում անդրադարձել է առաջիկայում Սերգեյ Լավրովի Հայաստան հնարավոր այցին։ Լավրովի այցը Հայաստան նախապատրաստական փուլում է, գերատեսչությունը մանրամասն կտեղեկացնի այս հարցի վերաբերյալ, երբ ժամանակը գա, հավելել է Զախարովան։ Պաշտոնյան մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մայիսի 9-ի հաղթանակի շքերթին Մոսկվա չմեկնելու որոշումը։ Մարիա Զախարովան հայտարարել է, Բաքվի հետ հարաբերությունները կառուցվում են 2022 թվականի փետրվարին ստորագրված դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրի հիման վրա։ Նրա խոսքով Մոսկվան տրամադրված է իրացնել այդ փաստաթղթի ամբողջ ներուժը, ծագող բոլոր հարցերն էլ լուծել հիմնվելով փոխադարձ հարգանքի վրա։ ՌԴԱԳՆ ներկայացուցիչը հիշեցրել է, որ հաղթանակի շքերթին Ադրբեջանից զինծառայողներ են մասնակցել։ Մոսկվայի և Կիևի ներկայացուցիչները մեկնել են Թուրքիա մասնակցելու ռուս-ուկրաինական բանակցություններին։ Ռուսական պատվիրակությունը ներկայացնում են Վլադիմիր Պուտինի օգնական Վլադիմիր Մեդինսկին, որը գլխավորում էր ռուսական պատվիրակությունը նաև 2022 թվականի Ստամբուլյան բանակցություններում։ Փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը, զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր վարչության պետ Իգոր Կոստյուկովը, պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը և ոլորտային փորձագետներ։ Բանակցություններին ընդառաջ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է ռուսական պատվիրակության անդամներին։ Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ Ռուսաստանի նախագահը չի մասնակցելու բանակցություններին։ Վոլոդիմիր Զելենսկին, որն արդեն Թուրքիայում է, ձևական է որակել ռուսական պատվիրակության կազմը։ Ուկրաինական թիմը ներկայացված է ամենաբարձր մակարդակով՝ արտաքին գործերի նախարարություն, զինվորականներ, նախագահի աշխատակազմի, հետախուզական ծառայությունների ներկայացուցիչներ, հավելել է Ուկրաինայի նախագահը։ Զելենսկին կասկած է հայտնել, թե ռուսական պատվիրակության անդամները որոշումներ կայացնելու մանդատ ունեն։ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը պնդել է, թե Մոսկվան լուրջ է տրամադրված Ստամբուլյան բանակցությունների հարցում։ Զախարովան նաև համոզմունք է հայտնել, որ Բեռլինը, Փարիզը և Լոնդոնը չեն կարող իսկապես հավակնել բանակցությունների սեղանի շուրջ ներկայության, քանի դեռ լիովին աջակցում են Կիևին, մասնավորապես զենքով։ Ավելի վաղ հայտարարվել էր, որ Թուրքիայում է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, որը մասնակցում է ՆԱՏՕ-ի արտգործնախարարների գագաթնաժողովին։ Ամերիկացի դիվանագետը հանդիպել է նաև Ուկրաինայի արտգործնախարար Անդրի Սիբիհայի հետ։ Դոնալդ Թրամփն էլ հայտարարել էր, որ կմասնակցի բանակցություններին միայն եթե Ռուսաստանի նախագահը որոշի մեկնել Ստամբուլ։ Միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահը նշել է, որ պատրաստ է մայիսի 16-ին մեկնել Ստամբուլ անհրաժեշտության դեպքում մասնակցելու ռուս-ուկրաինական կարգավորման բանակցություններին։ Հաղորդվում է, որ ռուս-ուկրաինական բանակցություններին ընդառաջ Անկարայում տեղի է ունեցել Վոլոդիմիր Զելենսկու և Ռեջեփ Էրդողանի հանդիպումը։ Թուրքական կողմի տվյալով Էրդողանը հայտարարել է հրադադարի և խաղաղության բանակցությունների անհրաժեշտության մասին։ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Վաշինգտոնը շատ մոտ է Իրանի հետ միջուկային համաձայնագրի կնքմանը։ Թրամփի խոսքով Թեհրանը գրեթե համաձայնել է առաջարկվող պայմաններին։ Մենք շատ լուրջ բանակցություններ ենք վարում Իրանի հետ հանուն երկարաժամկետ խաղաղության։ Ես ցանկանում եմ, որ նրանք հաջողության հասնեն և հիանալի երկիր դառնան, ընդգծել է Սպիտակ տան ղեկավարը։ Ավելի վաղ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի քաղաքական, ռազմական և միջուկային հարցերով խորհրդական Ալի Շամխանին հայտարարել էր, որ Թեհրանը պատրաստ է վերացնել բարձր հարստացված ուրանի պաշարները, որոնք կարելի է կիրառել միջուկային զենք արտադրելու նպատակով։ Նրա խոսքով Իրանը կարող է համաձայնել հարստացնել ուրանը ցածր մակարդակով, եթե Միացյալ Նահանգներն անմիջապես չեղարկի բոլոր պատժամիջոցները։ Շամխանին նշել է, որ իրանական կողմի պայմանները բավարարելու դեպքում Թեհրանը պատրաստ է արագ համաձայնագիր ստորագրել։ Պաշտոնյան քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, ասելով, որ նա խոսում է խաղաղության մասին, բայց իրականում միայն փորձում է ճնշում գործադրել Իրանի վրա։ Շամխանին շեշտել է, եթե Վաշինգտոնն ազատվի Նեթանյահուի ազդեցությունից, ապա Թեհրանի հետ համաձայնությունն իրական կլինի։ Դիանա Գասպարյան, լուրեր։